Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 8-ն է Երևանում եւ ես ուզում ձեզ տեղեկացնել, որ առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Վարդան Ղուկասյանի հետ հենց բանտից ուղիղ։ Եվ ես խոստացա հնարավորինս բառ առ բառ ներկայացնել այն ինչ որ կա։ Ուղիղ ինֆորմացիա, ես գիտեք, ես երկրորդ ձեռքից ինֆորմացիա չեմ ներկայացնում, մանավանդ Վարդան Ղուկասյանի բառերով։ Եվ այսպես իր խոսքով ապրիլի 14-ին եղել է դատը, վերջին, ասենք մոտավորապես 20 օր առաջ, 20 օրից ավել, եւ այդ որոշման արձանագրությունը, որոշումը վերջնական պետքա հրապարակված լիներ 1-2 օրվա մեջ, 48 ժամ մաքսիմում, այսինքն ամսի 16-ին, 20 օր առաջ արդեն պետքա որոշում լիներ։ Թողում են, թե ինչ են անում։ Ընդ որում, ինչ են անում, արդեն պարզավոր արտաքսվում է երրորդ երկիր եւ տոմսն էլ արդեն ներկայացել են, որ հեսա պատրաստի տոմսը կա, տես, հիմա ստեղից թողում ես, մենք թռնում ենք։ Հեսա տոմսը։ Ու անընդհատ, ասում է տոմսի դատաներ ենք փոխում, հետաձգում ենք մինչև որ կունենանք որոշումը։ Առ այսօր դատարանը ոչ մի ձայն չի անում։ Սա պրակտիկայում այտենց բան չկա, կա ժամանակ որոշումից հետո, վերջի դատից հետո, որոշումը հրապարակել, մի մեծ բան չի, էլի։ Մի խոսքով, սա է իրավիճակը, եւ ասում է բոլոր ապացույցները, որ ինքը կուսակցության նախագահ է, վարչապետի առաջադրված տեխնացու է, մի խոսքով ամեն ինչ կա դատարանի մոտ, այդ առումով ոչ մի պակաս թուղթ չկա եւ ինքը մտածում է, որ եկող շաբաթվա մեջ, սա հենց Վարդան Ղուկասյանի աջակիցներին եմ ուզում տեղեկացնեմ, որ երևի կկազմակերպի ցույց հավաք հենց Լաս Վեգասում դատարանի առաջ սանկցիոնիրованные, իսկ թույլատրված, ասես ես պետք է թույլտվություն վերցնեն, որ գան, որ ոնց որ արագացնեն այդ process-ը։ Ինչ որ է հիմնականում ասածը սա էր, այնպես որ Վարդան Ղուկասյանի աջակիցներ Լոս Անջելեսում պատրաստ եղեք, ինքը ձեզ կդիմի այդ առումով, եւ ես նորից կրկնում եմ ու մնում եմ այն կարծիքին, որ այս դատավարությունը, այս ձերբակալությունը, այս քաշքշուկը, այս երկարաձգվելը, սա դիտավորյալ է եւ ալբոմ է նրա համար, որ Վարդան Ղուկասյանը չկարողանա անմիջական մասնակցել ընտրություններին։ Ինքը ոնց էր անմիջական մասնակցելու, հենց, ասենք, իր YouTube-յան ալիքը միայն բավարար էր, որ Փաշինյան Նիկոլի շրջապատի մարդիկ փախնեին Հայաստանից, հա, կոպիտ եմ ասում, ամոթից փողոց դուրս չգային, ասենք, վարկանական բացահայտվեին այն հանցագործություններն ու կրիմինալը, որ կար, ասենք, եթե վեդիում երեխեք են պղծում փետրվարի 12-ին, բայց մենք այդ մասին իմանում ենք, ասենք, մայիսի սկզբին, այդ Վարդան Ղուկասյանի պարագայում մենք կիմանայինք փետրվարի 13-ին, կիմանայինք նույնիսկ ով է, ինչ է, երբ է, որտեղ է, ինչ ձև է, ով է, նաև ով է երրորդ մարդը, որ մինչև մա չեն խոսում դրա մասին։ Մենք այս մասին իհարկե կանադառնանք, ինչ եմ ուզում ասեմ, այս ամեն ինչից ժողովրդին զրկել են, որ հեղափոխական դժգոհության ալիքը շատ չմեծանա։